Գավազանի մասին հիշատակություններ հաճախ են հանդիպում համաշխարհային մշակույթում եւ ժողովրդական բանահյուսության մեջ։ Մարդկության պատմության ողջ ընթացքում գավազանն ընկալվել է որպես իմաստության, ուժի եւ իշխանության խորհրդանիշ։ Հնագույն ժամանակներից առաջնորդները, արքաները, փարավոնները, քրմերը գավազան էին կրում իբրև դիրքի, իշխանության, հեղինակության նշան։ Քրիստոնեության տարածումից հետո էլ թագավորներին օծելու ժամանակ նրանց տրվում էր զարդարուն գավազան, որն արտահայտել է պետության, իշխանության եւ հեղինակության գաղափարը։ Քրիստոնեական եկեղեցում գավազանը հոգևորականի պաշտոնի ու աստիճանի խորհրդանիշն է։ Դարերի ընթացքում ձևավորված ծիսակարգի համաձայն հոգևորականներին հենց ձեռնադրությունների ժամանակ է գավազան տրվում։ Այս պահն ուղեկցվում է օրհնության հաստատված կարգով եւ աղոթքով։ Կրոնական, ծիսական գավազանների գործածությունը պատմության մեջ հեռավոր արմատներ ունի։ Աստվածաշնչում կարդում ենք, որ գավազանը մեծ դեր է կատարել Մովսեսի եւ Ահարոնի ձեռքում եւ նրանք անբաժան էին իրենց գավազաններից։ Մեզ հայտնի չէ, թե հայ վարդապետները երբ են սկսել վարդապետական գավազան օգտագործել, սակայն վստահ կարելի է ասել, որ նրանց գործածությունը պաշտոնապես սկսվել է 4-ից 5-րդ դարերում։ Բայց դրանից առաջ էլ հիշվում է, որ անապատականները եւ վանականները ունեին ցուպ ճանապարհի։ Սա արդեն ոչ թե իշխանության խորհրդանիշ էր, այլ հովվական գործունեության, անգամ ապաշխարության։ Մխիթար Գոշը անհավատարիմ վարդապետներին պատժելու կարգը մշակելով հանձնարարում է. «Առյալ իձեռանե ըսգավազանն եւ տացեն ցուպ շրջողության»։ Գավազանը նաեւ տրվում է որպես պարգև, շնորհ։ Բոլոր ժամանակներում գավազանները պատրաստվել են հատուկ մշակման ենթարկված նյութերից։ Գավազանի նյութը կարող է լինել փայտը, մետաղը կամ ոսկորը։ Շատ հազվադեպ հանդիպում են բյուրեղյա կամ ապակե գավազաններ։ Գավազաններն ամբողջապես միևնույն նյութից չեն պատրաստվում։ Դրանց գլուխն ու կոթը տարբեր նյութերից են, իսկ բարձրությունը ընդհանրապես մարդաչափ է կամ բնական հասակից քիչ ավելի։ Ծիսական ու իշխանության գավազանները տարբերվում են երկարությամբ։ Մեր եկեղեցում գավազանների երկու տեսակ կա՝ վարդապետական եւ եպիսկոպոսական կամ հովվական։ Դրանք միմյանցից տարբերվում են գավազանագլխի զարդով։ Երկգլխյան օձաձև գավազանը վարդապետական է, իսկ միագլուխ օձաձևը եպիսկոպոսական։ Հայոց եկեղեցում վարդապետի կոչումը եւ իշխանությունը հանդիսավոր կերպով տրվում է ծիսական արարողության ժամանակ, որ հենց այդպես էլ կոչվում է գավազանի տվչություն։ Հնագույն ավանդույթի համաձայն այս ծեսը անցկացվում է հայոց մեծագույն վարդապետի Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում։ Գավազանի տվչության արարողությամբ վարդապետները քարոզելու, ուսուցանելու իրավունք են ստանում։ Իբրև կոչումի եւ իշխանության նշան նրանք կրում են իրենց շնորհած գավազանը։ Գրիգոր Տաթևացու վկայությամբ գավազանը խորհրդանշում է իշխանությունը, որ երևում է գավազանի խաչաձև գլխից։ Եթե վարդապետի գավազանը խաչաձև է, ապա սա վկայում է, որ քարոզելու նրա իշխանությունն անսահման է։ Նա կարող է քարոզել աշխարհի 4 կողմերում, հավատացյալներին եւ անհավատներին, քահանաներին ու աշխարհիկներին։ Sei Zug, der Gavazan,
ըստ եկեղեցական կանոնի, եպիսկոպոսները արարողությունների ժամանակ գործածում են հատուկ հովվական գավազան։ Նախապես հայ եկեղեցու մեջ կաթողիկոսական, եպիսկոպոսական եւ վարդապետական գավազանների ձևի մեջ տարբերություն չի եղել։ Բոլորն են խաչանշան, խաչագլուխ գավազաններ էին։ Լամբրոնացին նկարագրում է իր օրերին գործածության մեջ եղած եպիսկոպոսի խաչագլուխ գավազանը։ Մինչև Լամբրոնացին գոյություն չունեին այսօրվա մեծ ծանոթ հովվական կորագլուխ կամ գալարում եպիսկոպոսական գավազանները։ Այն գալիս է Կիլիկիայի հայոց թագավորության ժամանակներից։ Առաջին անգամ 1184 թվականին Հռոմի քահանայապետ Լուկիոս III Գրիգոր IV կաթողիկոսին հայրապետական զգեստ է նվիրել խույրով ու գավազանով, ինչպես Օրմանյանն է վկայում։ Լատինաձև հովվական խույրն ու գավազանը եպիսկոպոսների սեփականը դարձան։ Հետագայում 1407 թվականին Գրիգոր Տաթևացին վկայում է լատինական ձևի հովվական գավազանի տարածումը հայ եկեղեցում, այն բնութագրելով կեռ եւ միակուսի։ Եպիսկոպոսի գավազանը կեռ ու միակողմանի է, քանի որ եպիսկոպոսը իշխում է միայն իր թեմի վրա։ Այն հովվի ցուպի ձև ունի, խխնջաձև կլոր գլխով, որի բաց կողմը ժողովրդին դարձած պիտի լինի։ Եպիսկոպոսական գավազանի գլուխը տերևազարդ կամ ծաղկազարդ է, երբեմն նաև օձագլուխ դասավորումներով։ Հայ եկեղեցու գլուխը կաթողիկոսն է։ Իր կրած զգեստներից եւ պատվազարդերից բացի հայոց հայրապետն ունի նաև կաթողիկոսական գավազաններ։ Դրանք պահվում են առանձին սենյակ պահարանում, ուր առանց կաթողիկոսի տնօրինության ոչ ոք մուտք չի գործում։ Կաթողիկոսի գավազանը բոլորաձև է եւ խորհրդանշում է իշխանություն բոլոր ազգերի վրա։ Հայրապետն ունի նաև վարդապետական եւ եպիսկոպոսական հովվական գավազաններ, որ երկու գավազանակիր տանում են հայրապետական թափորի առջևից։ Գավազանակիրն ամենայն հայոց վեհապարին ուղեկցում է նաև հովվական ճանապարհորդությունների ժամանակ։ Բացի գավազանից կաթողիկոսն ունի նաև ասսա, որ նույնպես դասվում է գավազանների կարգին։ Ի տարբերություն մյուս գավազանների, այն գործածվում է ծիսական արարողություններից դուրս, հանդիսավոր եւ պաշտոնական առիթների ժամանակ։ Ասսան կաթողիկոսի առջևից տանում է գավազանակիրը։ Այն պարզ ու երկար գավազան է, ուղիղ եւ զարդարուն գլխով։ Գավազանը պատրաստվում է ազնիվ փայտից մոտ 10-ից 12 սանտիմետր ոսկե կամ արծաթե գլխիկով։ Գավազանների հորինվածքները հաճախ արվեստի բարձրարժեք գործեր են։ Վարպետները երբեք միանման գավազաններ չեն պատրաստում։ Ստացվում է, որ գավազաններն իրենց տեսքով երբեք չեն կրկնվում, սակայն դրանցից յուրաքանչյուրը դառնում է յուրատեսակ հավաքական խորհրդանիշ, որ իր մեջ ամփոփում է ուժ, իմաստություն, դիրք եւ իշխանություն։ Գավազանը եղել ու մնում է սրբազան ու ծիսական մի երևույթ, որ հրաշագործության մաս է։ Աստված Մովսեսին ասաց. «Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ եւ դրանով նշաններ կգործես»։